Եկեք Կտրիշ Ներսիսյանին, ուսակրոնության ուղղակի Կտրիշ Ներսիսյանին փնտրեք իրենց զավակների մոտ։ Մի րոպե ժողովուրդ, Կտրիշ Ներսիսյանը, ուսակրոնության ուխտը խախտած Կտրիշ Ներսիսյանը։ Համակերպեք դրա այդ պարոն Ղազենյան։ Համակերպեք այդ պետք է։ Հանգստացեք։ Որովհետև ինքը կուսակրոնության ուխտը խախտած Կտրիշ Ներսիսյանը։ Համակերպեք այդ պետք է։ Անդիմությունը քաղաքական խոսում է ինչ-որ տարածքներ հանձնելուց։ 2020 թվականից մինչ օրս հարգելի ընդդիմադիր գործիչներ, համբերություն ունեցեք ու մինչև վերջ լսեք։ 2020 թվականից մինչ օրս դուք խոսում եք Սյունիքը հանձնելու մասին։ Շատ խնդալու է, գիտեք այս ամեն ինչը։ Անընդհատ խոսում եք Սյունիքը տարածքներ հանձնելու, տարածքներ տալու մասին։ Ու ձեզ ասեմ, մեր ժողովուրդը այլևս չի հավատում այդ թեզերին, այդ լոլոները էլ չի անցնում։ Հայաստան դաշինքի նայեք, օրինակը վերցեք, 5 տարի շարունակ նույն լոլոները կարդացին, բոլորի գլխին։ Տեսակ ինչ օրը հայտնվեցին, դեռևս տարիներ առաջ էի ասում, որ Հայաստան դաշինքը իր պատմական մաքսիմումը ունի այսօր, բայց շարունակում են վատները, պատմական մաքսիմումը։ Ու արդյունքում տեսակ ինչ եղավ։ Ընդամենը մնացել են 5-6 հոգի, ովքեր գալիս են այս ամբիոնից ելույթ են ունենում ու շատ արագ լքում են դահլիճը։ Ասեմ ձեզ, նույնն էլ ձեզ է սպասվում։ Պարոն Կարապետյան, հուսով եմ առաջիկան անպայման կանադառնանք այն հարցին, թե ունեն 300,000 ադրբեջանցիները։ Կանադառնանք այն հարցին, թե թույլ տվեք շարունակեմ։ Կանադառնանք այն հարցին, իմիջիայլոց ձեր խմբակցության պատգամավորներից մեկը այս ամբիոնից ելույթ էր ունենում։ Ասում էր, եկեք հենց մի հատ հասկանան, ով կարող է առաջադրվել որպես ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Որ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածով կարող է առաջադրվել։ Հաստատ մի քանի օտարի երկրի անձնագրի գրպանում դրած մարդը չի կարող առաջադրվել։ Ինչ է լուծում անձնագրերից չկա։ Պարոն Կարապետյանը, մինչև օրս այդ անձնագրերից որևիցե մեկից հրաժարվեց, թե չէ։ Թե հերթական լոլոներ, խաբել ժողովրդին անցավ առաջ։ Հուսով եմ առաջիկայում կանադառնանք այս հարցին, որովհետև մի քանի անգամ նկատել եմ լրագրողները այդ հարցերը տվել են, լոլո կարդալով անցել է առաջ։ Մինչև վերջը չպատասխանելով այդ հարցին ու փաստացի մինչև այսօր շարունակում են մի քանի անձնագիր ունենալ, ընդ որում օտարի երկրի է։ Ուժեղ Հայաստան լինելու է, ուժեղ Հայաստան միանշանակ լինելու է, բայց դա չի լինելու ձեր պատկերացրած ուժեղ Հայաստանը։ Մոռացեք, չի լինելու նման բան։ Իսկ թե ինչ է սպասում ձեր դաշինքին, շատ բար օրինակ է Հայաստան դաշինքը։ Հայ միջայլոց, պարոն Վարդևանյան, նորից եմ կրկնում, եթե գտնում է ձեր խմբակցությունը, որ այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, րոպե առաջ դուրս եկեք փողոց, ու սկսեք փողոցային պայքար, հեղափոխություն արեք։ Միջայլոց, պարոն Վարդևանյան, շատ լավ հիշում եմ, տարիներ առաջ փողոցում զարդի լավ եք կորնում, շատ լավ էր ստացվում, այդ դերից էլ շատ լավ էր ստացվում։ Ուղղակի չգիտես ինչ աշխարհական հնարքով մի խմբակցությունից հասած մյուս խմբակցություն Եվ հարցը գիտեք ինչում է, այն որ քաղաքական խոսույթը ձեր քինքին հարիշ չէ։ ժողովուրդ, չի կարելի լռեք։ Հարգելի պատգամավորներ, պարոն Սեմիդյան, խնդրում եմ վերջ տվեք։ Եվ վերջում հավել եմ, հուսով է, որ ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը, խմբակցության պատգամավորները իրենց մեջ ուժ կգտնեն ներողություն խնդրել մի արտահայտության համար, որը տևական ժամանակ առաջ արել էր խմբակցության անդամներից մեկը, որ ցանկանում է հայ սակրավորների մահը։ Բայց մինչև այսօր ոչ մեկից ոչ մի բառ չեմ լսել։ Ժողովուրդ, դուք լուրջ կիսում եք այդ մոտեցումը։ Լուրջ։ Դուք կիսում եք այս մարդու մոտեցումը, որ ցանկանում է հայ սակրավորների մահը, թե ձեր մեջ այդքան ուժ չեք գտնում, որ դրա համար ներողություն խնդրեք։ Իմիջիայլոց ձեր պատգամավորի թեկնածուներից մեկն էլ հայտարարում էր, թե Իրանցը անկլավ է, դրա համար ներողություն ոչ մեկի կողմից չհնչեց։
Չեմ ուզում հավատամ, որ դուք էլ եք կիսում այդ տեսակետը, որ իրանցը անկլավ է։ Ու այո, ուժեղ Հայաստան լինելու է, բայց դա ձեր պատկերացրած ուժեղ Հայաստանը չի լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձայնը տրվում է